Դատանի որոշումը երկար սպասված էր եւ դարձավ նաեւ մեր պետության սահմանադրական արդարադատության ամենաերկար քննվող գործը ու ընդունվեց խորհրդանշական օրով 2020 թվականի նույն օրը ապրիլի 16-ին նաեւ ընդունվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Նշենք ու ընդգծենք, որ այս ինստիտուտը նորություն է մեր Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ու ունենալով հռչակած այնպիսի վեհ նպատակներ, ինչպես կոռուպցիայի կանխարգելումն է եւ հանցավորության դեմ պայքարը, այնուամենայնիվ օրենքը ներդրվեց բավականին խնդրահարույց իրավական տարրերով եւ հակասահմանադրականության ակնհայտ խնդրով, ինչի արդյունքում հանդիսացավ մեր մասնագիտական համայնքի կողմից ոչ միանշանակ ընկալման ու ընդունման արդյունք, նաև հանրային տարընկալումների տեղիք տվեց եւ արդեն այս մի քանի տարիների ընթացքում ունենք շուրջ 140 հարուցած վարույթներ, որի շրջանակում հարյուրավոր քաղաքացիներ են անցնում եւ բնականաբար արձանագրվում են նաև մարդկանց հիմնարար իրավունքների խախտումներ։ Ճիշտ է, սահմանադրական դատարանը վերացական հսկողության շրջանակներում ճանաչեց օրենքը սահմանադրական, բայց բնականաբար հետագայում անհատական դիմումների տեղիք է տալու, ինչպես թե սահմանադրականության մարդու իրավունքների քննարկման եւ սահմանադրականության հարցի բարձրացման տեսանկյունից, այնպես էլ հետագայում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում դրանց դիտարկման տեսանկյունից։ Սակայն նույն վերացական հսկողության շրջանակներում նաև սահմանադրական դատարանը շատ կարևոր արձանագրումներ իրականացրեց։ Հիմա այսօրվա համաժողովի ընթացքում կանդրադառնանք ընդհանրապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների քննարկմանը սահմանադրական դատանի որոշման համատեքստում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկային, ինչպես նաև կփորձենք մասնագիտական համայնքով միասնական մեկնաբանություններ ու տեսլական մշակել հետագա ձևավորվող պրակտիկայի տեսանկյունից։ Գործընկերներս հենց գործնական պրակտիկ վարույթներ ունեցող փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ են, ներկայացնեմ, գործընկերս Վահագն Գրիգորյան, GM Legal փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, մյուս գործընկերս Արամ Օրբելյան, Legal Concern Dialogue փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, Արաղազարյան իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, Հարություն Հարությունյանը իրավաբանական խորհրդատվության խումբ ՍՊ մասնակից տնօրեն եւ Արազդատ Ասատրյանը Universal Business Solutions փաստաբանական գրասենյակի գործընկեր։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերոջս ու արդեն սկսենք պրակտիկ ներկայացումը սահմանադրական դատարանի որոշման ձևակերպումների եւ ընդհանրապես պատկերացումների ու հետագա կիրարկման վերաբերյալ։ Շնորհակալ եմ։